ստեղծելու համար գիտեք էլի որ մեր քաղաքացիական պայմանագիրը սիրում են էլի անընդհատ խափեն ասեն մենք չգիտեինք տեղակ չկնեց որ ձեր արժև շատ հստակ ցույց եմ տալիս կոորդինատներով նկարներով դիմումով կոորդինատներով հստակ Չէ գախնի ոչ իման չկաս ասում, ընդհանրապես բաց աղբյուրներից կատարած մանրակրկիտ պրոֆեսիոնալ հետազոտություն է։ Հա գախնի բան չունենք։ Կոորդինատներով հստակ նկարներով, դիմումով ամբողջ նկարներով, փաթեթը մենք երբ ուսումնասիրությունը ավարտվել է, հստակ արդեն փաստերը մեր ձեռքում եղել է, հանրությանը իրազեկում ենք, հենց հիմայի հարց չկա։ Եթե մի շաբաթ առաջ մենք ամբողջ փաստերը, անհերքելի փաստերը մեր ձեռքում ունենենք, մի շաբաթ առաջ կներկայացնենք։ Բացարձակապես նախընտրական ի տարբերություն Նիկոլի եւ իր քաղաքական թիմի, մենք մեր երկրի անվտանգությունը որպես քաղաքական դիվիդենդ ու շահարկման առարկա երբեք չենք դարձրել ու երբեք չենք դարձնելու։ Այնպես որ սա փաստ։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, բոլոր լուսանկարները, դիմումը, ֆոտոները, այս ամենը հեսա ծրարի մեջ ես դնում եմ ուղարկում եմ։ Դիմում ինչ եք պահանջում։ Դիմում պահանջում ենք, որ նրանք շատ հստակ պատասխանեն, ինչու են հանրությունից գաղտնի պահել։ Եթե նրանք ունեն փաստեր, որոնք բնականաբար չունեն, եթե ունեն թող հերքեն, եթե ոչ թե պատասխանեն, ինչու են հանրությունից, ինչու են հանրությանը խաբել հերթական անգամ։ Պարոնյան մի հարց էլի, այստեղ նշում եք, որ այս դիրքից տեսանելիությունը հա բացվում դեպի արոտավայրեր, կուտ եւ Այո, կուտ, այո։ Բայց սա պետք է նշել, որ առաջին դիրքը չէ, չէ՞ որ տեսանելիությունը բացվում Միանշանակ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքից մոտավորապես 240 կիլոմետր տարածք եւ մշտադիտարկման եւ ուղիղ հասանելիության տակ են շատ ու շատ բնակավայրեր, թե Տավուշի մարզում, թե Գեղարքունիքի մարզում, թե Սյունիքում, թե Ջերմուկի հարևանությամբ, բոլորս մենք շատ լավ գիտենք ինչ են հասցրել այս մարդիկ։ Դրա համար հիմա ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը, մենք փաստերը հեսա կներկայացնենք, իսկ թող իրանք էլ կպնեն իրանց գործին ու փորձեն հետքել։ Հնարավոր է ասեն օրինակ չափազանցված է դիրքի։ Հնարավոր ոչ, ինչի մասին է, դիրքի նշանակություն, շնշանակության մասին հարց չի։ Հարցը նա է, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, Ադրբեջանը Հայաստանի տարածքում դիրք է սարքում մարդական դիրքեր։ Ֆակտորը ընդ որում, հա, շատ շնորհակալություն։ Տեսանյութ էր հրապարակել, որտեղ պարզ երևում էր, թե որ օրվանից են այդտեղ շարժ նկատել, որ օրն է դիրք հայտնվել, չնայած այդ նույն անդրադարձում իմ գործընկերները նշում են, որ որոշ մտահոգություններ չափազանցված են, բայց այնուամենայնիվ դատելով տեսանյութից հաստատվեց այն փաստը, որ թե ով է ստում ըստ էության։ Նախ շատ շնորհակալություն հարցի համար, որ հիշեցրեցիք ֆակտորը, որպես լրագրողները հստակ ստուգեցին փաստերը, փաստեցին, որ մեր ասածը ամբողջովին ճշմարտությունը, իսկ ինչ վերաբերվում է չափազանցվածի մասին, ասեմ, քանի որ լրագրողները ամենայն հարգանքով լրագրողների հանդեպ անվտանգության մասնագետներ չեն, նրանք չեն կարող հստակ գնահատականներ տալ, որ առաջխաղանն է վտանգավոր, որը վտանգավոր չի։ Եվ վերջապես ցանկացած առաջխաղացում, ցանկացած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի օկուպացիա, դա ոչ թե վտանգավոր է, դա անթույլատրել է եւ էգզիստենցիալ վտանգ է Հայաստանի համար։ Շնորհակալություն, սիրելի լրագրողներ, ես հիմա հեսա կհանձնեմ, ասեք։ Հիմա, քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս, մենք չենք կարողանում գնալ եւ անզեն աչքով տեսնել։ Օրինակ, դուք առաջարկում եք Պաշտպանության նախարարությանը, որպիսի իրենք եթե ունեն օրինակ հակափաստարկներ, ինչպիսիք որ դուք փաստերով, հա, ներկայացնում եք, եթե դրանց հակափաստարկները փաստերով ունեն, թող իջնեն այստեղ, համ ձեզ ներկայացնեն, համ մենք տեսնենք, հանրությանն էլ կտեղեկացնենք, ասենք այս մարդիկ իրանց գործերին են կպած, այս ինչ եք էլի ասում։ Առնելով, որ մենք բոլորս էլ տեսել ենք այս տարիների ընթացքում այս մարդկանց անպատասխանատվության աշճանը, ոչ պրոֆեսիոնալիզմի աշճանը, ես այդպես պատրանքներ չունեմ, որ իրանք կարող են սա հերքել, բայց խնդիր չկա, եթե կարող են թող հերքեն։ Մենք գիտենք, որ մենք ճիշտ ենք, մենք գիտենք, որ մեր փաստերը շատ հստակ են, երկաթյա փաստեր են, եթե կարան խնդրեմ, բայց կարծիքով չեն կարա։ Իմ կարծիքով չէ, վստահ եմ, որ չեն կարա, եւ դուք կհամոզվեք, որ չեն կարա։ Այլ բացահայտումներ լինելու։ Իհարկե լինելու են, մենք Նիկոլ Փաշինյանի բոլոր կեղծիքները հատ առ հատ պայթեցնելու ենք, Նիկոլ Փաշինյանի չեղած ռեյտինգը էլ ավելի ենք հավասարացնելու հողին, պատրելու ենք նրանց դիմակները եւ վերջապես մեծ հույս ունենալով, որ մեր հասարակությունը
կարա Նիկոլ Փաշինյանին ճանապարհի այնտեղ, որտեղից նա եկել է։ Շնորհակալություն։ Խնդրի հասցեատերը Պապիկյանն է, թե Խնդրի Նիկոլ Փաշինյանը, որովհետև քաղաքական որոշումներ են։ Ղեկավարությունն է։ Խնդրի հասցեատերը եւ խափողները, ստողները, հայ ժողովրդից այս ամեն ինչը, ներխուժումները, թաքուն պահողները, ոչ թե պաշտպանության նախարարության սպաներն են եւ զինվորները, այլ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության համար։ Դե շնորհակալ